Այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են Աջապահյան Միքայելի մասին, վերացական, գռեհիկ, արդարացնելով այս բռնատիրական ռեժիմի որոշումը, ժամանակին հեշտ էին կանգնում, որ այդ մարդու մոտ մտնեին, օրհնանքը ստանային, կամ մի երկու տեղ հետը քայլեին, նկարվեին, գցեին Facebook, ցույց տային, որ իրենք իրենց թեմի առաջնորդի հետ լավ են։ Ես ասում եմ բաներ, որը ես երբեք չեմ արել։ Ես ասում եմ բաներ, որը իմ ու Աջապահյան Միքայելի հարաբերությունները միշտ եղել է շատ, ոնց ասեմ բանը, բարձր կառուցողական մակարդակի, այո, շատ հաճախ իրար բանանելով, խայտելով ու բանանելով, բայց իմ թեմի առաջնորդն է։ Իմ սրբազանն է, որի համար ես երբեք չեմ հոգնելու բարձրաձայնել ու ասել, որ տիեզերական անարտարություն է տեղի ունեցել։ Եվ մարդիկ, ովքեր իրենց համարում են այսօր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, իրենք իրավունք չունեին վարվելու Միքայել Աջապահյանի հետ այնպես, ինչպես վարվել են։